Բարեկամներ, ողջունում եմ ձեզ, ես քաղաքագետ Գեորգ Մելիքյանն եմ, սա իմ հեղինակային վերլուծական հաղորդումն է, այն կոչվում է Status Quo եւ այսօրվա իմ զրուցակիցը բոլորին դեմ եմ շարժման անդամ Միքայել Նահապետյանն է, Միքայել, ողջունում եմ ձեզ։ Շնորհակալ եմ, որ հրավեր ընդունեցիք, մենք մի անգամ առիթ ունեցել ենք էլի տաղավարում խոսելու, այս անգամվա թեման կլինի բոլորին դեմ շարժումը, որը բավականին մեծ ըստ իս ռեզոնանս առաջացրեց հատկապես սոցիալական կայքերում, շատերի ոմանք դեմ են, ոմանք կողմ են, ոմանք փորձում են հասկանալ ինչ է, ոմանք չեն փորձում հասկանալ միգուցե ինչ է, ոմանք ուղղակի անդիմանում են դրան, ոմանք համարում են, որ դա հետաքրքիր մոտեցում եւ լուծում է, ոմանք նույնիսկ համարեցին, որ դա Ռուսաստանում է առաջի անգամ կիրառվել եւ դա ընդհանրապես քաղ տեխնոլոգիա է, ոմանք ձեզ մեղադրեցին իշխանության ջրաղացին ջուր լցնելու մեջ ըստ էության երբ որ ես նայում եմ հիմնական 3 կոմպոնենտ կա որ դուք առաջարկում եք հանել կայուն մեծամասնության դրույթը իջեցնել ընտրական շեմը հասցնելով մեկի սկզբի համար եւ ավելացնել բոլորին դեմ քվեաթերթիկում այդ կետը հիմա փորձենք հասկանալ ինչ շարժում է եւ այս բոլոր հանգամանքներն ինչպես եք դուք վերաբերում Նախ ես ուրախ եմ այդ քննարկումների համար եւ անկեղծ շնորհակալ եմ այն մարդկանց ովքեր նույնիսկ քննադատության մեջ փորձել են հարցերի պատասխաններ լուծումներ գտնել։ Ուրախ եմ քննարկման համար, որովհետև չեն քննարկում մահացածներին, ես ուրախ եմ, որ մենք առավել քան ողջ ենք այս իմաստով։ Եվ դա նշանակում է, որ պասիոնարություն ունեցող միտք ու ֆորմատ ենք մտցրել քաղաքական կարծես թե ճահճացած միջավայրի մեջ, որը անխոս քննարկումներ պիտի առաջացներ եւ թեման էլ որը ընտրել ենք ընտրական եւ քաղաքական համակարգի բնույթի քննադատությունը եւ փոփոխությունների առաջարկը ակնհայտորեն քննարկման կարիք ունեցող թեմա է եւ խորանալու կարիք ունեցող թեմա է նենց որ ես առավել քան դրական էմոցիաներով եմ լցված են ամեն ինչից ինչ տեղի ունեցավ Facebook-ում ինչ որ բաներ սպասելի էին ինչ որ բաներ անսպասելիորեն որակյալ էին, անգամ քննադատությունների մեջ որոշ շերտերի եւ աջակցությունը նույնպես ինձ շատ ուրախացրեց, եթե հիմա մարդիկ այցելեն բոլորին դեմ կետեմ կայք կտեսնեն, որ մենք արդեն 500-ի սահմանն անցանք շարժման անդամների եւ իդեպ կայքը այցելելիս կոչ եմ անում նաեւ կայքի միջոցով գրանցվել, աջակցել մեզ, որպեսզի մենք անենք այն, ինչի մասին ես հիմա կպատմեմ։ Այո, եկեք փորձենք մի կողմ արդեն թողնենք թե ինչ են ասում։ Դա կարևոր կոմպոնենտ է, բայց կարևոր է թե դուք ինչ եք ասում։ Մեր ասելիքը հետեւյալն է։ Մեր քաղաքական համակարգի պատմությունը ցույց է տալիս, որ ընտրություններով, սովորական ընտրություններով իշխանություն երբեք չի փոխվել երբեք որևէ թարմ նոր միտք չի մտել քաղաքական համակարգի մեջ բոլոր անգամ ընդդիմությունները եղել են մեծ ռեսուրսների ինչ որ նախկինում զբաղեցրած պաշտոնների եւ այլի տիրապետող մարդկանց կողմից ստեղծված միավորումներ երբեմն դրանք եղել են արհեստածին միավորում դաշինքներ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով որոնք շատ արագ փլուզվել են պարլամենտում եւ Հայաստանում միշտ բոլորը իմացել են, որ ընտրությունները քաղաքական կյանքը կազմակերպելու մեթոդ չէ, դրա ճանապարհը հեղափոխությունն է։ Դա ունի պատճառ, եւ մեր գնահատմամբ, իմ ընկերներիս գնահատմամբ, շարժմանը միացած մարդկանց գնահատմամբ, խնդիրը խաղի կանոններն են։ Այն կանոնները, որոնք հաղթողին տալիս են ամեն ինչ, պարտվողին ոչինչ, այն խաղի կանոնները, որոնք փակում են նոր դեմքերի, նոր ուժերի փոքր ուժերի փոփոխություն բերող գաղափարների մուտքը դեպի քաղաքական համակարգ, այն խաղի կանոնները, որտեղ կարելի է զզվեցնել մարդկանց ընտրողների մեծամասնությանը, որպեսզի նրանք չգան ընտրությունների, տենց մի ասենք մի քանի 100,000 հոգով ինչ որ բաներ որոշել ու դառնալ թագավոր։ Այս քաղաքական պատումի տակ կան կոնկրետ օրենքներ։ Այդ օրենքները կոչվում են կայուն մեծամասնության նորմ, որը ասում է ոչինչ որ դու ընտրողների մեծամասնության ձայները չես ստացել։ Մենք քեզ այնքան բոնուս կտանք, որ դու կդառնաս մեծամասնություն։
այնքանա դու բոլորից մի քիչ շատ հավաքի, բայց ոչ մեծամասնություն, մենք քեզ բոնուս կտանք։ Սրա անունն է անցողի քշեմ, այդ օրենքներից մյուսի անունն է անցողի քշեմ, որը այս պահին 4%-ը 5-ից իջեցրել են 4-4-ն էլ դեռ չի փորձարկվել, բայց մեր քաղաքական պատմությունը ցույց է տալիս, որ դա չափազանց բարձր շեմ ա եղել բոլոր ժամանակների թարմ ընդդիմությունների համար, իսկ փոփոխություն բերում է նոր միտքը, գոյություն ունեցող ավանդական միտքը փոփոխություններ չի ծնելու։ Այս երկրորդը, որ չափազանց բարձր շեմեր կան, եւ երրորդը, որ այն քաղաքացինով, որ այս ամբողջ քաղաքական համակարգի մեջ ընտրելու բան չունի, գնում նստում է տանը, ովքեր մասնակցում են, իրենք որոշում են չմասնակցելն էլ դառնում ամենաուժեղի կողմից լինելու նշան։ Մենք ուզում ենք փոխել 3 բան։ Առաջին, չեղարկել կայուն մեծամասնությունը, որպեսզի բոլորը ստանան ուղիղ այնքան իշխանություն, այդ թվում ընդդիմադիր իշխանություն, որքան քվեն ստացել քաղաքացիներից։ Երկրորդ, իջեցնել շեմը մինչև 1%, որպեսզի բոլոր այդ թվում նոր ուժերը շանս ունենան իրենց գաղափարները ներկայացնել եւ եթե դա ունի աջակցություն, այդ մարդիկ պարլամենտում կարողանան իրենց գաղափարները առաջ մղել։ Եվ երրորդ, մենք ուզում ենք ավելացնել բոլորին դեմ եմ քվյաթերթիկ, որպեսզի այն մարդիկ, ովքեր այս մեծ քաղաքական ընտրանոց ընտրելու բան չեն ունենա, իրենց ձայնը չգնա կորի, իրենք կարողանան ազդել քաղաքական համակարգի վրա, հստակ ազդակ տալ, որ մենք ձեզ բոլորիդ դեմ ենք։ Ու քաղաքական համակարգը լսի դա եւ փոխի ինքն իրեն, փոխի իր մոտեցումները, գաղափարները, աշխատելավոճը, որպեսզի հաջորդ անգամ այդ մարդիկ բոլորին դեմ չլինեն։ Էսա, մենք փորձառու ընտրողներ ենք, որոնք տեսել են ընտրական համակարգի բոլոր խնդիրները, արատները, առանձնացրել են դրա այն հատվածը, որը կարող են լուծել կարճ ժամկետում, միավորվել ենք փորձառու ընտրողներով, փոխելու քաղաքական համակարգի խաղի կանոնները, որպեսզի մեր կյանքի ամենակարևոր հարցերի շուրջ որոշումներ կայացնելու մեխանիզմ գոյություն ունենա։ Այս նպատակի համար մենք փետրվարի 1-ին հիմնադրում ենք բոլորին դեմ եմ ինքնալուծարվող կուսակցությունը, որպեսզի այս գաղափարները ներկայացված լինեն 26 թվականի ընտրություններում եւ առիթից օգտվելով ուզում եմ ըստ այդմ ասել, որ բոլորին դեմ եմը բոյկոտի կոչ չի, այլ ակտիվ մասնակցության։ Թե նման տպավորություն կա, որ ուղղակի դուք ասում եք, որ պետք է ոչ մեկին կողմ չքվեարկել։ Մենք առաջարկում ենք անպայման գալ ընտրությունների, չգալը ուղղակի պետքա բացառել։ Բայց ձեզ ընտրելու թե որը անպայման գալ ընտրությունների, քվեարկել բոլորին դեմ եմ ինքնալուծարվող կուսակցության օգտին, կազմենք 100-օրյա կառավարություն, փոխենք այս խաղի կանոնները, մաքրվի քաղաքական դաշտը արատներից, որից հետո արդեն ամեն մեկը թող ընտրի այն, ինչին ավելի շատ է հավատում։ Այսինքն ընտրեն ձեզ, հետո դուք լուծարվեք, հետո նորից ընտրություն լինի։ Այո, մեզ ընտրելով ձևավորում են 100-օրյա կառավարություն, կառավարությունը անում այս փոփոխությունները, նշանակում նոր ընտրություններ, որին կառավարության անդամները չեն մասնակցում, հետեւաբար վարչական ռեսուրսի խնդիրն է լուծվում, որը հիմա շատ մեծ չափով կիրառվելու է։ Այդ արդար մրցակցային ընտրություններում պահպանողականները թող ընտրեն պահպանողական ուժերի, լիբերալները թող ընտրեն լիբերալ ուժերի, չգիտեմ, սոցիալ-դեմոկրատները Դե եթե լինեն այդքան բաժանումներ, միգուցե մարդիկ ընտրություն կունենան, բայց մարդիկ հենց ավելի շատ դժգոհում են ընտրության պակասից, որովհետև ըստ էության, օրինակ, նույն արևմտյան գործընկերները հաճախ են ասում, որ լավ ենթադրենք Նիկոլ Փաշինյանին չեք հավանում, դժգոհում եք եւ այլն, իսկ ով է այլ ընտրանք Սերժ Սարգսյանն, Ռոբերտ Քոչյանը, ով։ Տեսեք, այլ ընտրանք օդից չի ձևավորվելու։ Քաղաքականությունը իրատեսության տարածք է։ Երբ որ մարդիկ գիտեն, որ քաղաքական համակարգ մուտքի տոմսը սկսում է 5% ձայնից եւ շատ մեծ ֆինանսական հնարավորություններից ու ռեսուրսներից, այն մարդիկ, ովքեր կուզեին, կարային, կփորձեին, հրաժարվում են դա անել։ Համակարգը պարփակվում է ինքն իր մեջ, Նիկոլ Փաշինյանը սկսում է թունավոր մթնոլորտ ստեղծել քաղաքական խոսույթի, ասենք հայհոյանքներով, անպարկեշտ տեսանյութերով եւ այլով, մարդկանց դուրս ամաղում ընտրություններից, ասում եմ մի եկեք, սա զզվելի տեղ է, դուք ճիշտ գիտեք, որ քաղաքականությունը շատ վատ տեղ է, դուք մնացեք տանը, իր վարչական ռեսուրսով եւ իրեն սիրող ընտրողներով, մի քիչ էլ այն ընտրողներով, որոնք իրեն համարում են չարյաց փոքրագույնը, գնում ստանում է ընտրությանը մասնակցողների մեծամասնությունը, հարցը լուծում։ Այդ միջավայրում ոնց կարող նոր միտք ծնվի, ասենք մարդը
ով որ նոր միտք ունի։ Ինչ հավակնություն պետք է ունենա, որ գնա, ասենք, Հարգարժան Սեյրան Օհանյանի փոխարեն իրա վրա շիշ շպրտեն, գնա նախորդ գումարման օրինակով, ասենք Էդմոն Մարուկյանի փոխարեն իրան ծեծեն։ Ինչ ամբիցիա պետք է ունենա։ Այսինքն դուք առաջարկում եք փակ շղթան, քանդել եւ գլոբալ առումով խոսքը սահմանադրական փոփոխությունների մասին, որտեղ այն ինչ որ դուք նշում եք, հենց նույն այդ 15 թվականի սահմանադրության դրույթներն են։ Ճիշտ է։ Այսինքն այդ մեծամասնության պահը, շեմի հարցը, ընտրական օրենսգրքի, կուսակցությունների մասին օրենսգրքի եւ այլն եւ այլն։ Այդ բոլորը ըստ ձեզ պետք է փոխել։ Ինչպես եւ ուզում ցանկություն կար փոխելու, այն սկզբում ամենա 18 թվին իբր թե դա էր, չէ՞ նպատակը, այսպես ասած, այդ շարժման, որը բերեց իշխանափոխության։ Այո, դա այդ շարժման չիրականացված օրակարգի ինչ որ հատվածներ ունի, իր մեջ ինչ որ բաներ նորեն այդ շարժումը լիքը ուրիշ բաներ էր ուզում անել, որին մենք հիմա չենք ուզում կպնենք, չենք հավակնում բան, 18-ի շարունակողներ լինենք։ Այն ինչ մենք ուզում ենք փոխենք, երկու կետը ընտրական օրենսգրքում է, մի կետը սահմանադրության այն հատվածում, որը պարլամենտով հնարավոր է փոխել։ Հանրաքվեի կարիք չունի մեր օրակարգը։ Հանրաքվեի դնելու անհրաժեշտություն չի ծագելու։ Իսկ ըստ ձեզ ընտրողները պոտենցիալ, ովքեր շուտով պիտի իրենց ձայները տան կամ չմասնակցեն, կա երկու կարծիք, որ մարդիկ շատ լավ ամեն ինչ գիտեն, եւ որ մարդիկ զոմբի են, ժեխ են, չգիտեմ ինչ են, եւ իրանք ընդհանրապես չեն հասկանում, իրենց մանիպուլացնում են եւ իրենց ուղակի ուղղորդում են։ Դուք ավելի շատ ինչպես եք կարծում, ընտրողը գիտակից է, հասկանում է, թե գիտակից չէ եւ դեռ կրթվելու եւ այո, կրթվելու եւ քաղաքացիական ավելի պատասխանատվություն ստանձնելու խնդիր ունի։ Մարդիկ շատ տարբեր են։ Մեդիան ունի իր ազդեցությունը, անխոս, բայց ես կարծում եմ, որ մարդիկ ունեն իրենց կյանքի փորձով, մնացած հանգամանքներից ելնելով վերլուծելու, դատողություն անելու կարողություն։ Այլ հարց է, որ դու ինչքան էլ իմանաս ինչն է առողջարար, երբ որ գնում ես ձեր բակի խանութ, առնում ես այն ինչը կա, ոչ թե այն ինչը առողջարար է։ Հիմա խնդիրը հետեւյալն է. ինչքանով օրինակ այդ թվում մեր առաջարկը մենք կկարողանանք հասցնել մինչև այդ վերջի ցուցափեղկը, որ մարդը ընտրելիս տեսնի, որ կա նաև այս տարբերակը։ Կարելի է քվեարկել բոլորին դեմ, բոլորին դաս տալ, բոլորին արտահայտել սեփական դժգոհությունը, փոխել խաղի կանոնները, ունենալ մշտական գործող մահակ քաղաքական համակարգի դեմ, որ քաղաքական համակարգը միշտ իրան խելոք պայի քաղաքացու հանդեպ։ Միքայել, հետաքրքիր է, որ դուք չունեք 4-րդ կետը, այսինքն եւի շատ կետեր ունեք, բայց այս կոնը այս հիմնական նշածների մեջ, որ այն քաղաքացիները, ովքեր Հայաստանի Հանրապետությունում չեն, նրանք եւս պիտի մասնակցեն ընտրության, թե դուք եք համարում, որ պետք չէ։ Խոսքը Սփյուռքի մասին չէ, այլ Հայաստանի քաղաքացիների, որոնք ինչ-ինչ տարբեր բերումներով ընդհանրենք դրսում են, բայց նրանք չեն մասնակցում։ Իմ տեսակետը մենք կարանք խոսանք քննարկենք, բայց մենք այս process-ը կառուցելիս փորձել ենք վերցնենք այն կետերը, որոնք անհրաժեշտ են, բան կփոխեն եւ կոնսենսուսի լայն հնարավորություն կստեղծեն։ Ձեր նշած օրակարգի հետ կապված հասարակության ու հատկապես քաղաքացիական հանրույթի մեջ շատ տարբերվող ու բավականին լավ հիմնավորված երկու տեսակետներ կան, որոնք ընդ որում սենց ինչ որ հստակ գծով չեն անցնում, որ դե, ասենք, չգիտեմ, իշխանությունը կողմ է, անդիմությունը դեմ, կամ լիբերալները կողմ են, ազգայնականները դեմ, շատ խուճուճ այդ գիծը։ Դե հիմա իսկում ամեն ինչն է շատ խուճուճ դարձել, անգամ ձեր նշածն նույն վստահաբար օրինակ 1%-ի հետ կապված, նրանք ովքեր ուզում են, որ ավելի ցածր լինի, բայց միգուցե համաձայն չեն 1%-ի հետ կամ ընդհանրապես չեն ուզում, որ այդքան ցածր լինի, որովհետև այդ դեպքում էլ ինչպես ցանկալի, այդպես է ոչ ցանկալի ուժեր կարող են հայտնվել շատ հանգիստ նորից, չէ՞։ Դրա համար երևի շատ բաներ կա, որ այդպես ավելի սահմանը հստակ չի։ Իհարկե, այստեղ հարցը ուրիշ բան է։ Անխոս այն ինչ մենք որոշել եւ ընտրել ենք, այս պահի հունջը, որը ձևավորված է առաջարկների, ունի միանշանակ քննադատներ, որոնք եթե այդ կետը այդ ձև գրած չլիներ, կարող է քննադատ չլինեին։ Բոլորին միավորող օրակարգը բանակի կենացն է։ Քաղաքականության մեջ բոլորին միավորող օրակարգեր չեն լինում։ Մենք ընտրել ենք այն, ինչի շուրջ աշխատելու ունակ լայն շերտ ենք կարացել
կոնսոլիդացնենք եւ ինչը համարել ենք, որ հույժ անհրաժեշտություն է այս քաղաքական ճահիճը ճեղքելու համար։ Այդ առաջարկը, որը դուք հնչեցնում եք, ես էլի կարող եմ առաջարկներ հնչեցնեմ, ասեմ, որ հնչել են, որոնք մերժված առաջարկներ չեն, ընդունված առաջարկներ չեն, դրանք քննարկման ենթակա առաջարկներ են ու կան այդպիսի առաջարկներ։ Օրինակ կար առաջարկ, որ քվեարկելը պետքա պարտադիր դարձվի կամ օրինակ խրախուսվի քվեարկելը կամ պատժվի չքվեարկելը ինչ որ ձև։ Սենց առաջարկ ա եղել, որը ոչ ընդունված, ոչ չընդունված առաջարկ է։ Առաջարկ կար, որ բոլոր այն ուժերը, որոնք բոլորին դեմեմից քիչ ձայն կստանան, իրանց պետքա դուրս մղել, թույլ չտալ հաջորդ ընտրություններին մասնակցեն, էլի ոչ ընդունված, ոչ մերժված առաջարկ է։ Սրանք հարցեր են, որ այս թեմայի ավելի խորացման ընթացքում կարելի է քննարկել։ Լավ, Միքայել, այստեղ սրանք հիմնականում պայմանական ասած ներքաղաքական բաղադրիչներ են, իսկ արտաքինի հետ կապված, տեսեք, իշխանությունը գնալու է մի քանի այդ բառը ռուսերեն է ֆիշկաներով, հա, առաջին ֆիշկան լինելու է խաղաղության օրակարգ, ահավասիկ պիտի իրենք ասեն, որ տեսեք, մենք եւ ասում են, արդեն ասում են, որ մենք խաղաղություն ենք վերել Հայաստանը ավտանգը քան երբևէ, Հայաստան խաղաղություն այլևս հաստատված, Ադրբեջանի հետ մենք չունենք նման խնդիր, հավանականություն ցածր է էսկալացիա, նա առաջին ֆիշկան է, երկրորդը Եվրամիության հետ ինտեգրումն է եւ վիզաների լիբերալիզացիան, այսպես ասած ազատականացումը։ Եվ երրորդը դերևս կարող ենք համարել տնտեսական որոշակի բաները, հայ-թուրքական սահմանի բացումը, այսինքն երեք հիմնական իրենք ունեն այսպես հաղթաթուղթեր, որոնք այլ հարց է դա իրականության հետ կապ ունի թե չէ, բայց իրենք մանիպուլատիվ օգտագործելու են եւ դա աշխատելու է եւ աշխատում է եւ անգամ ընդդիմություն չի կարող ոչ մենք խաղաղություն չենք ուզում, մենք ուզում ենք խաղաղություն, բայց այսպիսի խաղաղություն ենք ուզում, մենք չենք ուզում Եվրամիության հետ մաս լինել կամ ուզում ենք, բայց այսպիսի դրանք այդ բայցերը ոչ մեկին հետաքրքիր չի լինելու։ Իրենք հստակ գիտեն, թե ինչպես ազդել հանրային վարքագծի եւ մտածողության վրա։ Ինչ եք դուք դրան հակադրելու։ Մենք դրան հակադրելու ենք այն, որ մենք թակավոր չենք ուզում։ Մենք թակավոր չենք ուզում եւ դրա համար է որ այս կանոններով, այսինքն այն կանոններով, որը հաղթողին թակավոր է դարձնում, այդ կանոնների հետ հաշտ եւ այդ կանոններով թակավոր դառնալ փորձող բոլորին դեմ ենք։ Մենք դա հակադրելու ենք մնացած բոլոր խոսակցություններին, որովհետեւ ի վերջո տեսեք 1000 խոստում կարելի է տալ։ Հարցը երկու բանի է հանգում։ Առաջին քաղաքական համակարգը հնարավորություն տալիս է քաղաքացուն քաղաքական համակարգը սահմանափակում է արդյոք քաղաքական ուժին տրամագծորեն հակառակ քայլերի գնալ, քան խոստացել էր։ Հա մենք գիտենք այդ Հադրութ եւ Շուշի դեօկուպացնելուց մինչեւ այս կետը անցած ճանապարհը, որտեղ այդ բացառիկ բան է, ասենք ինչ կարգի քո սահմանադրության ու քաղաքական համակարգի մեջ փոխզսպումներ ու հակակշիռներ պետքա չլինի, որ երկրի գործադիր իշխանության ղեկավարը ինքն էլ հասկանա, որ ասենք այդտեղ ոչ մի ինստիտուտ գոյություն չունի, որ չի ասում դատի տվեք, չի ասում ասենք impeachment հայտարարեք, չի ասում այս դեմքը իհարկե, ասում է հեղափոխություն արեք, դուրներ չի գալի։ Դա նշանակում է, որ ինստիտուտներ չկա։ Պետք է հեղափոխության կոչի համար դատ չի հասնում։ Չէ։ Չէ, այդպես չի, բայց մարդկանց պահում են, ազատազրկել են դրա համար, չէ։ Իրանք մի քիչ ուրիշ ձև են մեկնաբանում, թե ինչի համար են արել, բայց էլի թակավորին ամեն ինչ կարելի է։ Թակավորը թե փարավոն բուրգի վրա նստած։ Դատելով նրանից, որ գործող իրավիճակում ենք հոգևոր եւ աշխարհիկ իշխանության միաժամանակյա հավակնության հետ գործում ենք, երևի խալիֆի մասին ենք խոսում։ Տենց է, չէ՞, խալիֆն է, որ համ հոգևոր, համ աշխարհիկ իշխանության ղեկավարն է երկրի վրա։ Բայց ամեն դեպքում չգնալով այս ուղղությամբ երկու հարց կա։ Առաջին, քաղաքական համակարգը ունի արգելակներ, որոնք թույլ չի տա ընտրվածին անել են ինչ ուզում է, այս մեկ, եւ երկրորդ, ընտրողը հնարավորություն ունի պատժելու, երբ որ բոլորը խաբում են իրան։ Հիմա Միացյալ Նահանգներում թակավոր է, թե ժողովրդավարական ընտրված առաջնորդ, որը անում է այն ինչ ուզում է եւ այն ինչ որ չի ուզում, չի անում։ Շատ արգելակներ նախ դրվում են, երկրորդ աշխարհը փոփոխությունների շրջանում է։ Ես վստահ եմ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները, որը 300 տարի շարունակ կառավարման, ժողովրդավարության,
տեխնոլոգիաներ մշակել ինքն իր համար ու երբեմն փորձել արտահանի ինքն իր համար լուծումներ կգտնի այս բարդ շրջանում։ Իսկ միգուցե իհարկե սա արդեն կարող ռետորական հարց դառնա կամ ավելի շատ քաղաքագիտական արդյոք աշխարհը այնքան չի փոխվել, որ նորից էլի ցավոք մենք վերադառնում ենք միահեծանության, որտեղ էլի ի վերջո մի հոգի է որոշում եւ բոլորը նայում են այդ մի հոգուն, բոլորը փնտրում են այդ լիդերին, լավ, վատ, ուժեղ, թույլ, խափող, չխափող, բայց միևնույն է լիդեր են փնտրում, որը նաեւ իր վրա պատասխանատվություն կվերցնի, մնացածը իրենց գործը չի ընդհանրում իրեն կատարելու են։ Ինչպես դա մենք ինչպես դա դրանից խուսափենք եւ ավելի կոնսենսուսային, ավելի պես կոլեկտիվ բանով փորձենք կառավարման ղեկ ունենալ։ Հենց առաջի 30 միլիոն մարդ այդ արկածախնդիրների պատճառով մեռնի, բոլորը նստելու են, սկսեն մտածեն ոնց անենք, որ այդտենց չլինի։ Վերջին 100 տարվա ընթացքում երկու անգամ այդտենց եղել է։ Այն ուր գնում է աշխարհը, ցավոք սրտի վախենամ, թե կարող է այդ կետին հանգեցնի, բայց էլի չշեղվելով թեմայից։ Հիմա մենք տեսնում ենք, որ այդ երկու բանն էլ չկա, ոչ ընտրվածին զսպող ինստիտուցիաներ կան, ոչ էլ ընտրողի ձեռը մահակ կա իրան խափողներին պատժելու։ Հիմա այս պայմաններում Եվ այդ դեպքում պետք է դնենք ուրեմն պատգամավորական մանդատի վերադարձի նաև մեխանիզմը։ Խոսենք դրա մասին, բայց այս ժամանակի խնդիր ունենք, բայց այո, խնդրեմ։ Հիմա այս պայմաններում, երբ որ դու գիտես, որ մարդը ինչ ուզի կարա խոստանա ու մեկա չանի, ու ոչ ինստիտուտները, ոչ դու իրան չեք կարող կանգնացնեք, այս միջավայրում, անպատիժ ստի միջավայրում ասենք գնալ կանգնել sense մեծ կլոր սեղանի շուրջ ինչ որ բանավեճերում ու ասել օй գիտեք նախահաղություն է խոստանում իսկ ես սա եմ խոստանում։ Բայց մարդկանց դուր է գալիս դա մարդիկ ասում են մենք մեր տղաները չեն զոհվելու, մենք պատերազմ չունենք, բանակը կրճատվում է, դառնում է պրոֆեսիոնալ, ֆիշկաներից մեկն է, մոռացա նշել 4-ը, հա։ Դա դուր է գալիս։ Ընտրության իրավունք ունեցող մարդկանց 40%-ի կեսից մի քիչ պակասին։ Կարծում եք իրենք այդքան բարձր ռեյտինգ ունեն իշխանությունները այսօր 40-ից ավել ընտրող ունեն իրանք տոկոս։ Մասնակցողների մեջ 40%-ը մասնակցողներն են։ Այսինքն եթե Կիրակի օրը լինեն ընտրություններ, Նիկոլ Փաշինյանը կստանա 40%։ Տեսեք։ Ընտրելու իրավունք ունի 2.5 միլիոն մարդ։ Մասնակցելու է 40%-ը, 40-50%-ը։ Հասկացանք, դա այո, միշտ Այդ դրա մեջ Նիկոլ Փաշինյանը դրա կեսից պակաս ձայներն ունի։ Հիմա ում դա դուր է գալիս։ 40%։ Ես թիվ չեմ ասում։ 40%-ը մասնակցության տոկոսի մասն եմ ես ասում։ Հասկացա, բայց նկատում եմ Փաշինյանի տոկոսների կոնկրետ ռեյտինգները Փաշինյանի որքան գիտենք բավականին իջել են։ Մի կողմ թողնենք Փաշինյանի ռեյտինգը 2021 թվականին էլ իր ռեյտինգը, ասենք, չէր փայլում, բայց մարդը ձայներ է ստացել վարչական ռեսուրսով, ամաչկոտ ընտրողներով եւ այլն, դա էական չի։ Ես գործ չունեմ Նիկոլ Փաշինյանի ավանդական ընտրազանգվածի հետ, ում իր առաջարկը դուր է գալի, այդ մարդիկ էլ ընտրում են։ Դուք ասում եք դա կարծես մարդկանց դուր է գալիս, ես էլ ասում եմ այցելեք բոլորին դեմ կետեմ կայք, այնտեղ ամեն օր թիվը փոխվում է, թե ինչքան մարդու դա դուր չի գալիս եւ կոնկրետ ճանապարհ է տեսել։ Ես ասիա բոլորին դա դուր է գալի, նկատում եմ նրանք ովքեր որ ում դուրը գալիս են, նրանց դուրը գալիս է, որ իրենց խափում են եւ այդպես ասած իրենց հաճելի սուտ են ասում, քաղցր սուտ են ասում։ Գուցե այդ մարդիկ ուրիշ առավելություններ են գտնում, գուցե հիերարխիայի մեջ իրենց տեղն են գտել, գուցե տենդեր են հաղթել, հազար պատճառ կա։ Ես ասում եմ գործ չունեմ այդ մարդկանց։ Ձեր հետագա քայլերը կուսակցություն պիտի դառնային։ Փետրվարի 1-ին մենք կգրանցենք կուսակցությունը, հիմնադիր համաժողով կանենք։ Իդեպ հրավիրում եմ ձեզ էլ ցանկացողներին էլ կարան այցելեն Elite Plaza Կիրակի օրը ժամը 3-ին։ Այս Կիրակի։ Այո։ Կարգակ, լուսաբանեք, հետաքրքրվեք։ Ես լուսաբանման այդ բան չունեմ, Եվրամեդիան կա, այո, այսինքն լուսաբանողներին մենք կասենք եւ կարծեմ հիմնադրելու ենք կուսակցությունը, ամփոփելու ենք մշակվող հաղորդակցության մոտեցումները, թե ոնց ենք պատրաստվում աշխատել հանրության հետ։ Արագ, էֆեկտիվ ու տեխնոլոգիական ճանապարհով, որովհետև բախտներս բերել է շարժման անդամների մեջ բավականին մեծ թիվ են կազմում IT համայնքի ժողովուրդը։ Էֆեկտիվ, էժան ու արագ տարբերակով ապահովելու ենք, որ Հայաստանի ցանկացած քաղաքացի իմանա, որ կա բոլորին դեմ եմ քվեարկելու տարբերակ ընտրություններում, որը կփոխի քաղաքական համակարգի խաղի կանոնները։ Դա ենք անելու
վերագնահատելու ենք արվածի արդյունքը, կայացնենք հաջորդ փուլի որոշումներ, այնքան մինչև գա հունիսի 7-ը։ Հունիսի 7-ից հետո բավարար արդյունք գրանցելու դեպքում բանակցելու ենք, ձևավորելու ենք 100-օրյա անցումային կառավարություն մեր օրակարգի շուրջ։ Բայց շատ են հետաքրքրու թե ով է լինելու ձեր վարչապետի տեխնացուն։ Այդ հարցը Ամենակենցաղային, բայց ամենա այդպես բոլորը դա է, երբ որ ասում ես քաղաքական ուժ, ասում են ով է ձեր տեխնացուն։ Վարչապետի տեխնացու կլինի այն մարդը, ով որ հավատում է այս օրակարգին, ով որ ունակ է իրականացնի այս օրակարգը մի կողմից, կազմակերպի արդար ընտրություններ մյուս կողմից, պատրաստ կլինի չմասնակցել իր կազմակերպած ընտրություններին երրորդ կողմից ու պահել պետական կառավարման համակարգի կայունությունը։ Այդ մարդու անվան շուրջ քննարկումներ մենք կարանք շատ ունենանք, այդ որոշումը կկայացվի այն վերջի պահին, երբ որ դա պարտադիր է արդեն այդ որոշումը կայացնել, որպեսզի եւ որոշողների թիվը մեծ լինի, շարժման անդամների թիվը մեծ լինի եւ ընտրանին մեծ լինի, այսինքն մեծ թվով մարդիկ միացած լինեն, որոնց մեջից հնարավոր է ընտրել, թե ում կարելի է այդ գործը վստահել։ Իսկ ինքը գրավոր կտա իր պարտավորությունները, որ ինքը պարտավորվում է այս կետերը հարգել ընտրվելու դեպքում։ Չի ընտրվի։ Միքայել, շատ շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Շնորհակալություն նաև ձեզ, սիրելի հեռուստադիտողներ։ Մենք այսօր հյուրընկալեցինք բոլորին դեմ եմ շարժման անդամ Միքայել Նահապետյանին, ձեզ հետ էր քաղաքագետ, քաղաքագիտության դոկտոր Գևորգ Մելիքյանը։ Հաջողություն ձեզ եւ հետեւեք Եվրամեդիա 24-ի աշխատանքներին։ Առայժմ